Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ եւ ուղիղ շփումներ է հաստատում Իրաքի Քուրդիստանի ինքնավարության հետ։ Այն ինքնավարության կարգավիճակ է ստացել 1975 կենտրոնական իշխանության հետ տասնյակ տարիների ռազմական առճակատումից հետո։ Սակայն նույնիսկ խաղաղության պայմանագրից հետո Իրաքում շարունակվել է քրդերի եւ արաբների պայքարը։ Իրան-իրաքյան պատերազմի ավարտին Սադամ Հուսեյնը Հալաբչա բնակավայրում նույնիսկ քիմիական զենք օգտագործեց քրդերի դեմ։ Եվ ի վերջո ինքնավարությունը հաստատվեց 91 թվականին Սադամ Հուսեյնի դեմ Միացյալ Նահանգների գլխավորած Փոթորիկ անապատում գործողությունից անմիջապես հետո։ Ինքնավարության բնակչությունը 5 միլիոն է, բացի քրդերից ապրում են արաբներ, ասորիներ, թուրքմեններ, եզդիներ եւ հայեր։ Հիմա Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլը տարածաշրջանում կարևոր տնտեսական կենտրոն է, անվտանգության կղզյակ Սիրիան եւ Իրաքը բռնած ահաբեկչական պատերազմում։ Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, Էրբիլում Հայաստանի ներկայացուցչության բացումը չափազանց կարևոր էր։ Փորձագիտական շրջանակները երկար ժամանակ խոսում են դրա անհրաժեշտության մասին։ Ի վերջո Երևանը որոշումը կայացրեց։ Կողմերը պայմանավորվեցին ուղիղ չվերթներով օդային կապ ապահովել։ Երևան-Էրբիլ գործակցությունը որպես տարածաշրջանային նոր վեկտոր։ Թեման շարունակում է Վարդան Գալստյանը։ Հայաստանը զարգացնում է քրդական ինքնավարության հետ հարաբերությունները։ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում կհիմնվի Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն։ Դիվանագիտական նախաձեռնության մասին հայտնի դարձավ փետրվարի 7-ին ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բերլինյան հանդիպման ժամանակ։ Բարզանին ողջունեց Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու որոշումը։ Հայաստանը դեռ 2014 թվականի գարնանը ապրիլին դիմել էր իրաքյան կողմին թույլտվություն ստանալու համար Էրբիլում գլխավոր հյուպատոսություն բացելու նպատակով եւ 2014-ի վերջերին ստացավ իրաքյան կառավարության համաձայնությունը այս ուղղությամբ։ Իրանը 1980 թվականից, Թուրքիան 2010-ից գլխավոր հյուպատոսություններ ունեն Էրբիլում։ Իրաքյան Քուրդիստանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն նաև Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, 2 տասնյակից ավելի այլ պետություններ։ Հայաստանը եւս ինքնավարությունում ունի շահեր, այնտեղ բնակվում եւ աշխատում են Հայաստանի քաղաքացիներ, ոչ մեծ թվով, բայց ինքնավարության տարածքում բնակվում է որոշ տվյալներով մինչև 20,000 իրաքահայ, որոնց մի մասը Մոսուլից եւ Բաղդադից այնտեղ է ապաստան գտել Իրաքում վերջին տարիների գործողությունների պատճառով։ Հայ համայնքը վայելում է իշխանությունների հարգանքը։ Ինքնավարության խորհրդարանն ունի հայ падգամավոր Արամ Շահեն Դավութ Բաքոյանը։ 2014 թվականի դեկտեմբերին էլ նախագահ Բարզանիի հրամանագրով հայերենը ասորերենի եւ Իրաքի թուրքմենների լեզվի հետ ճանաչվեց ինքնավարության պաշտոնական լեզու։ Հիմնական խնդիրը նախ առաջին հերթին հյուպատոսական օժանդակություն ցուցաբերել բոլոր այն քաղաքացիներին, որոնք որ գտնվում են այդ տարածքում, որոնք իհարկե ցանկություն կունենան այցելել Հայաստան, դա մուտքի արտոնագրերի հետ կապված հարցեր են եւ իհարկե կան մեր հայրենակիցները, որոնք նույնպես բնակվում են այդ շրջանում։ Վերջին տարիներին քրդական ինքնավարությունում ամենաակտիվը Թուրքիան է։ Անկարան դարձել է տարածաշրջանում Էրբիլի կարևոր տնտեսական, քաղաքական, աստիճանաբար նաև ռազմական գործընկերը։ Կողմերը մտադիր են Քուրդիստանի տարածքում արդյունահանվող գազն ու նավթը փոխադրել Թուրքիա, այնտեղից էլ եվրոպական երկրներ։ Ամեն երկիր հասկանում է, տարածաշրջանում սեփական շահերը պաշտպանելու համար պետք է գործ ունենան նաև քրդերի հետ։ Էրբիլում հյուպատոսություն բացելը չի նշանակում կասկածի տակ դնել Իրաքի տարածքային ամբողջականությունը։ Դա հասկանում են նաև Բաղդադում։ Մենք սատարում ենք այս քայլը, ինչպես գիտեք, Էրբիլում բազմաթիվ գլխավոր հյուպատոսություններ եւ դիվանագիտական ներկայացուցչություններ կան։ Մենք միայն աջակցում ենք այս նախաձեռնությանը։ Կապերի ամրապնդմանը նպաստելու է նաև Բաղդադ-Երևան-Էրբիլ չվերթի բացումը։ Առաջին չվերթը կայացել է փետրվարի 26-ին։ Չվերթով Հայաստանի տրանսպորտի նախարարության հրավերով Հայաստան են ժամանել Իրաքի կառավարության անդամներ Իրաքի տրանսպորտի նախարարի գլխավորությամբ։ Երևանն ու իրաքյան երկու մայրաքաղաքներն իրար կապող կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթը 2 անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին։ Ես անակնկալի եկա, երբ տեսա, որ օդանավը ամբողջությամբ լիքն է։ Ուղևորների մեծ մասը Հայաստան էր ժամանել տուրիզմի նպատակով։ Կային նաև գործարաններ, որոնք եկել էին տեսնելու Հայաստանի հնարավորությունները։ Մենք քննարկեցինք նաև ցամաքային ճանապարհի միջոցով հարաբերությունները զարգացնելու հարցը։
Հայաստանն ու Իրաքը ցամաքային սահման չունեն, սակայն ցամաքային հաղորդակցության ապահովումը նույնպես հնարավոր է։ Հայ-թուրքական փակ սահմանի պարագայում իրատեսական է Իրանով տարանցիկ ուղին։ Հայաստանը մտադիր է օգտվել Իրան-իրաքյան գործող երկաթուղու հնարավորությունից, նաև երկաթգծով միանալ Էրբիլին ու Բաղդադին։ Ցամաքային ճանապարհը շատ մոտ ապագայի խնդիր է, այսօր իրականում փոխադրումներ կան, բայց շատ քիչ, դա մենք պետք է զարգացնենք, բացի դրանից դուք գիտեք մեր հյուսիս-հարավ ճանապարհը, որ կառուցվում է, բավականին շատ օգնելու է նաև այս հարաբերության հետ կապված։ Հայաստանի եւ Իրաքյան Քուրդիստանի հարաբերությունների զարգացումը բխում է նաեւ Հայաստանի քրդական համայնքի շահերից։ Տեղի եւ Իրաքի քրդերի միջև կապը մշտապես բավական սերտ է եղել։ Երևանի եւ Էրբիլի կապերի ակտիվացումը նրանց համար ազգակիցների հետ ավելի սերտ շփումներ հաստատելու լավ հնարավորություն է։ Հայաստանի քրդերը կարող են նաեւ կապող օղակ դառնալ։ Ողջունում եմ, որ եւ հյուպատոսարանի բացումը եւ ինքնաթիռը, որը թեկուզ եւ շաբաթական երկու անգամ է, կարծեմ 5 շաբթի եւ կիրակի, դա եւս այնքան շատ ողջունելի է, որ Քուրդիստանի Էրբիլ քաղաքը մի մասնիկն է եւ ես ողջունում եմ, որ ես կարողանում եմ մեր ժողովրդին էլ հաճախակի տեսնել եւ Հայաստանի ժողովուրդն էլ հաճախակի լինի այդ քաղաքներում։ Իրաքյան Քուրդիստանը, ինչպես եւ ամբողջ Իրաքը հիմա ներգրավված է իսլամական պետության դեմ պատերազմում։ Սիրիայում փաստացի ինքնավար քրդական անկլավները նույնպես պաշտպանական մարտեր են մղում։ Վերջին ամիսներին ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր սիրիական Կոբանիի վրա, որտեղ հիմա նաեւ քրդական ինքնավարության զորքերն են։ Իրաքի տարածքում քրդական Փեշմարգայի կողքին ահաբեկիչների դեմ կռվում են նաեւ հայկական փոքրականակ ջոկատներ։ Այդ ճարիքը, այդ ռակը մենք պետք է վերացնենք։ Դա ամբողջ աշխարհի համար ենք անում։ Եվ քուրդ ժողովուրդը այսօր տվել է բավականին զոհեր, եւ այդ զոհերը այսօր այդ սարերը, ձորերը, տեղահանումները շաղաղված է քրդերի արյունով եւ ես գտնում եմ, որ պայքարը արդարացի է։ Տարածաշրջանային զարգացումների հետևանքով քրդերն ու քրդական հարցեր հայտնվել են աշխարհի ուշադրության կենտրոնում։ Հայկական ու քրդական հարցերը ունեն հատման կետեր։ Այս ամենը հաշվի առնելով, սակայն կասկածի տակ չդնելով Իրաքի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը քաղաքական երկխոսություն է սկսում քրդական ամենաինքնուրույն միավորի՝ իրաքյան ինքնավարության հետ։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։